Իսկ դուք գիտեք, որ նորածին հորթի համար խիժը ոչ միայն կեր է, այլև ձևավորում է նրա իմունիտետը։ Բացի նրանից, որ խիժը հորթին տալիս է էներգիա ու ջերմություն, ապահովում է մարսողական համակարգի լավ աշխատանքը, կանխում է փորլուծը, այն ձևավորում է նրա իմունիտետը և պաշտպանում է վարակներից, քանի որ հորթերը ծնվում են գրեթե առանց իմունիտետի։ Սակայն ոչ ժամանակին և սխալ կերակրման դեպքում այս դրական ֆունկցիաները չեն դրսևորվում կենդանու մոտ։ Այսպիսով, ինչպես կազմակերպել խիժով կերակրումը։ Շատ կարևոր է բաց չթողնել առաջին խիժով կերակրումը։ Կերակրեք ծնվելուց հետո 40 րոպեից 2 ժամվա ընթացքում։ Օրական խիժի քանակը բաժանեք առնվազն 3 մասի և կերակրեք քիչ-քիչ և հաճախակի, այլ ոչ թե շատ և օրը 2 անգամ, որպեսզի չծանրաբեռնվի մարսողական համակարգը։ Կերակրեք մարմնի ջերմաստիճանի խիժով և սոսկայով։ Կարճ ասած, հորթի առողջությունը կախված է ժամանակին տրված ճիշտ քանակի և մարմնի ջերմաստիճանի խիժով կերակրելուց։ Հետևեք իմեջին և բաց մի թողեք նորությունները։